Նիստի սկզբում ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի վերաբերյալ հարցը։ Փաշինյանը նշեց, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շատ ավելի անհանգիստ է իրավիճակը, քան լինում է սովորաբար։ Ըստ պատգամավորի տեսակետներ կան, որ դա կապ ունի Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե դեռևս մայիսի 29-ին նամակով դիմել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, խնդրելով Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել խորհրդարանին։ Ըստ Զոհրաբյանի, Նալբանդյանը հարկ չի համարել պատասխանել նամակին։ Պատգամավորներն առաջարկում են հարցը համարել հրատապ եւ քննարկել խորհրդարանում։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի արձագանքն այսպիսին էր. Հանձնաժողովներից որևէ մեկին ես կխնդրեմ, որպեսզի լսումների կազմակերպչական հարցը իր վրա վերցնի, այնպես որ ունենք նաեւ չորեքշաբթի հարց ու պատասխան, այդտեղ ծածուկ բաներ չկան, որ ոգևորվենք այդ լսումներից, ինչ-որ մի բան է կատարվել, որը հանրությունը չգիտի, այնուհանդերձ պատգամավորների մոտ որոշակի խնդիրներ կան, վերլուծման առումով իհարկե կազմակերպվի։ Նիստի ընթացքում Գալուստ Սահակյանն ապա ներկայացրեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված Արայիկ Թունյանի թեկնածությունը, ով Սահմանադրական դատարանում կփոխարինի Վալերի Պողոսյանին։ Առաջադրված միակ թեկնածուն Թունյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով Թունյանին նշեց, որ ձեռքի տակ է Վիկիլիքսի հայտնի փաստաթուղթը, որում ասվում է, որ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը 2008 թվականի մարտին հանդիպում է խնդրել ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչից եւ տեղեկացրել, որ նախագահական նստավայրի կողմից դատարանի անդամները ճնշումների են ենթարկվում, որպեսզի նախագահականի համար հաջող որոշում կայացնեն, ապա հարց ուղղված Թունյանին. Պատահաբար դուք չեք զանգել Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանին եւ նրան հրավիրել նախագահական 2008 թվականի մարտին համապատասխան ճնշումներ գործադրելու համար Սահմանադրական դատարանի անդամների վրա եւ ընդհանրապես այս տեղեկատվությունը Վիկիլիքսի Ինչ արձագանք է գտել նախագահական նստավայրում, արդյոք տեղի է ունեցել որևէ հետաքննություն ծառայողական, որևէ ուսումնասիրություն, թե ով է զանգել, ինչի համար է զանգել եւ այդպես շարունակ։ Ի պատասխան Թունյանը նշեց, թե ինքը որևէ տեղեկություն չունի, ապա ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Նա հայտարարեց, թե Թունյանը պատգամավորների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ հիմնականում տալիս է կծկտուր պատասխաններ, որովհետև վախենում է սեփական կարծիքը հայտնել։ Զարմանալի էր, որ ցանկացած հարցի դուք չտվեցիք որևէ կոնկրետ պատասխան, նույնիսկ միամիտ ամենաանշար հարցին, որը բնականաբար որևէ կերպ չէր սպառնալու այստեղ ձեր քվեարկությանը։ Ձեզ համար անգամ բացարձակապես միևնույն էր, ձեզ ինչի են առաջադրել են կանցնեք, չեք անցնի, որտեղ այդպես է որոշվել ձեր փոխարեն։ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, շարունակեց Զոհրաբյանը։ Ի ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Արայիկ Թունյանի թեկնածությանը։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ մեծ զրույցում նշեց, որ խմբակցության պատգամավորներն ազատ են իրենց որոշման մեջ։ Մենք ազատ ենք թողել մեր պատգամավորները ինչպես ուզում են անել, մասնակցել, չմասնակցել, ինչպես ուզում են, այնպես էլ անեն։ Ապա հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարեց քվեարկության ժամի մասին։ Ընդմիջմանը զուգահեռ խորհրդարանականները ընտրեցին Սահմանադրական դատարանի անդամի եւ չնայած այն հանգամանքին, որ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը, խմբակցության պատգամավոր Հրանտ Բաքրատյանն ամեն դեպքում կատարեց իր ընտրությունը։ Քվեարկություն է գնում։ Ես պարտավոր եմ մասնակցել վերաբերմունքս արտահայտել։ ԲՀԿ-ն եւս հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը, սակայն դա չէր խանգարել, որպեսզի խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մոտենար քվեատուպին։ Հետո հանրապետականները նրան տեղյակ պահեցին, որ Նաիրա Զոհրաբյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր խմբակցության դիրքորոշման մասին։ Արսենյանը փոշմանեց եւ քվեարկությանը չմասնակցեց։ Ճշտել չէ։ Խմբակցությունը չի մասնակցում, ես էլ չեմ մասնակցում։ Արդյունքում ձայների 65 կողմ 3 դեմ հարաբերակցությամբ Արայիկ Թունյանը ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ։ Փայլակ Վարդյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։